Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-531 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Առաքելյան, սկսենք Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունից։ Բաց տեքստով հաստորեն խոսում է Հայաստանի դեմ հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին եւ օրինակ է բերում Ուկրաինան, այսինքն կարելի է անել այն ինչ որ արվում է Ուկրաինայում, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Սա առաջի օրը կարծես թե ընդունեցին որպես հայտարարություն, բայց հետո արդեն դա սկանդալային հայտարարություն չէր, վերլուծաբանները դրան անդրադարձան, հաստորեն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչին հրավիրեցին, արտաքին գործերի նախարարություն։ Մի խոսքով այս ամենին արդեն տրվեց քաղաքական գնահատական։ Ձեր դիրքորոշումը եւ սա արտահայտում է հենց Կրեմլի քաղաքական տրամադրությունները, կան տեսակետներ, որ սրանք ուղղակի ռուսական իշխանության որոշ էլիտաների մտքեր են, որը արտահայտեց Սոլովյովը։ Տեսեք, ես կարծում եմ, որ այո, ընդհանուր առմամբ սա ռուսական մոտեցումն է, քաղաքականությունն է, հետխորհրդային երկրների նկատմամբ եւ Սոլովյովի այս հայտարարությունը այլևս ցույց տվեց, որ այն ժամանակ որ ասում են Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն են կանում, քանի որ այնտեղ ռուսների իրավունքները ճնշված են եւ այլն, սա եւս եւ կարծում եմ վերջնականորեն ապացուցեց, որ ոչ մի ռուսների իրավունքներ էլ ճնշված չէին, այլ կա ռուսական կոնկրետ քաղաքականություն, այդ կայսերական քաղաքականությունը Ռուսաստանում հաշ չեն այն մտքի հետ, որ այլևս սովետական միություն գոյություն չունի եւ նրանք ամեն կերպ փորձելու են վերականգնել այդ կայսրությունը տարբեր ֆորմատներով եւ ահա Սոլովյովը պարզ ասաց այդ մասին, որ պետք է թքած ունենալ ցանկացած միջազգային իրավունքի վրա, այդ տարածքները իրենց նույնիսկ իրենք չեն ճանաչում այդ տարածքների ինքնիշխանության իրավունքը, հա, Հայաստանի, չգիտեմ, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի եւ այլն, այդ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այդ ժողովուրդների ստեղծած պետության գոյության իրավունքը եւ նրանք այսօր այլևս բաց տեքստով ասում են, որ այո, պետք է այնտեղ ռազմական գործողություններ իրականացնեն, դրանք մեր ազդեցության տարածքներ են, այսինքն եւ բխում է դա մեր շահերից, այսինքն իրենց շահերից բխող ցանկացած բան իրենք պատրաստ են անել, եթե նույնիսկ դա որևէ երկրի օկուպացիայի կամ միգուցե ցեղասպանություն։ Տեսեք, Թրամփի օրինակն էր բերում Վենեսուելայի հետ կապված, ինչու, եթե նրանք կարող են անել եւ չարժանանալ դատապարտվել ամբողջ աշխարհի առջև, ինչու իրենք պետք է չանեն։ Նախ Թրամփը չի օկուպացրել Վենեսուելան, ընդհակառակը Թրամփը հայտարարում է, որ հաշվի նստում այդ պետության գոյության հետ, ավելին իրենք ասում են, որ ուրեմն այն խունտան, որ գտնվել է տասնյակ տարիներ Վենեսուելայի իշխանության ղեկին, այդ խունտան ոչ միայն ձախողել է այդ պետությունը, մենք գիտենք, չէ, որ տեսեք, այսօր ասում ենք Վենեսուելան իր նավթային պաշարներով աշխարհում առաջինն է, բայց միևնույն ժամանակ աղքատության ցուցանիշներով այդ երկիրը էլի երևի առաջին տեղերում է գտնվում, սա ցույց է տալիս, որ այդ իշխանությունը խունտան, ռազմական եւ ավտորիտար, որը եկել է իշխանության, իրենք բացառապես զբաղվել են սեփական ուրեմն հնարավորություններ ընդլայնելով, ավելին այդ երկիրը երկար տարիներ գտնվում է սանկցիաների տակ եւ նարկոբիզնեսը դարձել է նաեւ այդ երկրի կարևոր ուրեմն բիզնեսի եւ իր էլիտայի բիզնեսի կարևոր ուղղություններից մեկը եւ նաև սպառնալիք է հանդիսանում արդեն հարևան երկրներում, տվյալ դեպքում Միացյալ Նահանգներին։ Իհարկե, այստեղ կան նաև էլի աշխարհաքաղաքական որոշակի շահեր, մասնավորապես Չինաստանի, Ռուսաստանի հետ կապված, ովքեր ուրեմն եկել եւ հասել են Վենեսուելա եւ Վենեսուելայի ու այդ Լատինական Ամերիկայի երկրների միջոցով ցանկանում են իրենց ազդեցությունը ունենալ այդ տարածաշրջանում ընդդեմ Միացյալ Նահանգների եւ հատկապես Վենեսուելայի վերջին տարիների շփումները Չինաստանի հետ, դրանք իհարկե չէին կարող ուշադրության չարժանանալ Միացյալ Նահանգների կողմից եւ արեցին այն ինչ արեցին, բայց կրկնեմ
Միացյալ Նահանգները երբեք կասկածի տակ չի դրել Վենեսուելայի որպես պետության գոյությունը, ընդհակառակը իրենք ասում են, որ Վենեսուելան պետքա լինի ժողովրդավարական, տնտեսապես զարգացած, նարկոբիզնեսից զերծ պետություն։ Տեսեք, ընդդիմությունն էլ անդրադարձավ, Արմեն Աշոտյանն ասում էր, ես մեծ հաճույքով հարցազրույց կտայի Սոլովյովին եւ ինչ է նշանակում, որ նա այս ձեր ասած սպառնալիքը որակում է որպես պարզապես անհաջող ձևակերպումներ։ Ընդդիմության դիրքորոշումը ինչպիսին է։ Տեսեք, այստեղ արդեն մի տեսակ արժանապատվության խնդրի ենք բախվում, այսինքն եթե օրինակ Բայց Իշխան Սաղաթելյանն էլ հիշեցնում է, որ այդ արժանապատվությունը ինչի չեք հիշում, երբ որ Ադրբեջանից կամ Թուրքիայից են նման սպառնալիք։ Եթե օրինակ, տեսեք, Ադրբեջանից ու Թուրքիայից հնչեցվողը մենք գիտենք, որ ինչ որ առումով հակառակորդ պետություններ են եւ ուրեմն ինչ որ առումով դա կարող է նաև բնական լինել, այսինքն մենք ունենք դեռևս վերջնականորեն չկարգավորված կոնֆլիկտ եւ այդ կոնֆլիկտի շրջանակներում այո նման բաներ կարող են լինել, բայց առնվազն 30 եւ ավել տարի Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է ու ռուսական բյուջեից պետական բյուջեից ծնվող անձը այսօր հայտարարում է, որ պետքա, չգիտեմ, ըստ էության օկուպացնել Հայաստանը եւ սրան տալ նման արձագանքայ տեսեք, որ Ադրբեջանից ու Թուրքիայից է գալիս, այսինքն իրենք փաստացի ենթագիտակցաբար ցանկանալով թե չցանկանալով հավասարեցրեցին այլևս Ռուսաստանին եւ գործընկերոջը, այո, Ադրբեջանին եւ Թուրքիային, այսինքն այստեղ իրենք շատ կարեւոր էսպես մի հատ բան են արել, երբ որ համեմատության մեջ են այլևս դրել Ռուսաստանին, այսինքն իրենք փաստորեն իրենց համար նույն հարթության պետություններ են, բայց մյուս կողմից դուք տեսեք իրենց նման արձագանքը ուրեմն Սոլովյովին ու մյուս կողմից մենք հիշում ենք, չէ, երբ որ Եվրոպական միությունը 13 թե 15 միլիոն դոլարի օգնության խոստում տվեց Հայաստանին այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, ինչպիսի վայնասուն բարձրացրեցին։ Այսինքն այդ Զախարովան հիշացնում էր Կայա Կալասի օգնությունները այլ պետություններին։ Ես հույս ունեմ, որ Զախարովաները կհիշացնեն իրենց գործընկերոջ, հա, տվյալ դեպքում պետական լրատվամիջոցում աշխատող Սոլովյովի ասածները եւ հույս ունեմ, որ իրենք գոնե առնվազն արտգործնախարարության մակարդակով որոշակի կարծիք կհայտեն ոչ թե լղոզված, այլ իրական կարծիք, բայց այնուամենայնիվ գնացքը գնացել է եւ մեր հասարակությունը այսօր այլևս ականատես եղավ, թե որոնք են ռուսական մտադրությունները Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության հետ կապված ու ընդհանրապես այդ խորհրդային երկրների հետ կապված։ Մի շատ կարևոր բան կա, ես վերջերս իմ հարցազրույցներում մշտապես նշում եմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները դրանք շատ կարևոր եւ շրջադարձային են լինելու Հայաստանի Հանրապետության համար, այդ ընտրություններով որոշվելու է մեր պետության, ես բառի բուն իմաստով եմ ասում, պետության գոյության եւ չգոյության, պատերազմ լինելու եւ չլինելու, ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ, մեծ առումով այդ ընտրություններով որոշվում է, թե Հայաստանը օկուպացվելու է, թե Հայաստանը մնալու է ինքնիշխան եւ անկախ պետություն եւ նրանք, ովքեր կգնան եւ ձայն կտան Սոլովյովին, Հայաստանում Սոլովյովի ընկերներին, Հայաստանում Սոլովյովի պաշտպաներին, Հայաստանում Սոլովյովի պաշտպան քաղաքական շրջանակներին, իրենք ձայն են տալու Հայաստանի օկուպացիայի օգտին։ Ամեն դեպքում կհետևենք, որտեղ այս իրադարձությունները հենց այնպես չեն ավարտվի, ընդ որում Հայկ Կոնջորյանն էլ է Facebook-յան էջում հիշեցրեց, որ Հայաստանը գնալով ամրանում է, մեր ինքնիշխանության մասին խոսեց եւ դա հունից հանում է Ռուսաստանի Դաշնությանը, հատկապես սա խոսում է Կրեմլի գավառած քաղաքականության մասին է խոսքը։ Կհետևենք իրադարձություններին եւ կտեսնենք զարգացումները ինչպիսին է լինելու, բայց մենք մեղավոր ենք, որ այս հայտարարությունները արվում են։ Երեկվանից քննարկվում են նաև այդ հեռուստաալիքների ոչ փակելու խնդիրը, դրանց տարածումը Հայաստանում։ Իհարկե հեռուստաալիքների մուտքը հայաստանյան ինֆորմացիոն դաշտ պետքա մաքսիմում սահմանափակվի, մյուս կողմից էլ մենք գիտենք, որ գոյություն ունեն ուրեմն այս մեր համացանցը եւ դա կարող է էլի համացանցի միջոցով հասանելի լինել, բայց այնուամենայնիվ մեզնից կախվածը մենք պետք անենք, մենք պետքա սահմանափակենք այդ
չնայած կոնկրետ Սոլովյովի հաղորդումները Հայաստանում ուրեմն սահմանափակված են, դա ինչ որ YouTube-յան ալիքից վերցրած նաև տեսանյութեր են, բայց այնուամենայնիվ մենք նաև հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համատեքստում նման ուրեմն ինֆորմացիոն աղբյուրները պետքա փակենք, որպեսզի շատ ավելի պաշտպանված լինենք հիբրիդային նման ուրեմն գործողություններից, իսկ մեղքի առումով, մեծ առումով ոչ միայն այդ դաշտում, այլ այո, ես կարծում եմ, որ այն նախորդ 30 տարիների քաղաքականությունը, երբ որ վարվում էր, կառուցվում էր Սոլովյովների եւ նմանների Մարգարիտա Սիմոնյանների իրենց հայրենիքի հետ կապված հեռանկարներ կային, այո, այդ քաղաքականություն, նրանք ովքեր կառուցեցին այդ քաղաքականությունը, այո, այդ մարդիկ մեղավոր են այսօրվա նաև Սոլովյովների արտահայտությունների համար, քանի որ գիտենք ժամանակին իրենք էին այսպես մեդալներ կախում իրենց վզից եւ հայտարարում էին հայ ժողովրդի բարեկամներ։ Այո, մեր կողմից Հայաստանի կողմից ունի աշխանշան բարգեւարել։ Այո, ունի եւ գիտեք, տեսեք, սա էլի այդ քաղաքականությունը մեր ժողովրդին մանիպուլյացնելու քաղաքականություն է եղել Ռուսաստանում ռուսական ռոպագանդան ունեցել է որոշակի այսպես դերաբաշխումներ, չգիտեմ, Սոլովյովին դերաբաշխում է եղել, որ ինքը պետքա լինի հայ ժողովրդի բարեկամը կամ նույն Ժիրինովսկում դեր էր բաշխված, որ ինքը պրոհայկական, այսպես հայ ժողովրդի սրտին եւ հոգուն դիպչող հայտարարություններ անել արևմտյան Հայաստանի մասին, չգիտեմ, Ղարաբաղի, Նախիջևանի եւ այլնի, մեծ Հայաստանի մասին եւ այլն, այս մարդիկ իրենց դերը շատ լավ կատարում են մինչեւ այն պահը, երբ որ իրենց այլևս հակառակ հրահանգը չտրվեց, որ արդեն հայ ժողովրդի բարեկամի կերպարով իրանք պետքա քննադատեն Հայաստանը, Հայաստանի իշխանություններին, որը իրենց պատկերացմամբ շատ ավելի օբյեկտիվ կընկալվի հայ հասարակության մեջ, բայց ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում հայ հասարակությունը քաղաքականապես այնքան է ուրեմն կրթվել, քաղաքականապես այնքան է կայացել, որ այլևս տարբերում է թե ինչ նպատակներ ունենային Սոլովյովները, Մարգարիտա Սիմանյանները, Ժիրինովսկիները եւ այլն։ Իրենց նպատակը չի եղել Հայաստանի որպես պետության ամրացումը, իրենց նպատակը չի եղել Հայաստանի ինքնիշխան Հայաստանը, իրենց նպատակը եղել է եւ կա Հայաստանի գաղութացումը հերթականակ։ Եթե պետական մակարդակով հաստորեն արձագանքը եղավ, եթե այս ամենին չտրվեր այդ մակարդակով պատասխան, ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Տեսեք, ես շատ կարևոր է, չափազանց կարևոր է, որ այսօր այո, պետական դիվանագիտական մակարդակում մարդկանց այդ պատասխանները տրվում է եւ որպեսզի չենք խուսափում, որպեսզի այո, որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ իրենք կարող են նման ոտնձգություններ անել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ու հենց այնպես անցնի։ Սա շատ կարևոր է եւ բոլոր նման ուրեմն ոտնձգությունները պետք է արժանի պատասխան ստանան, բայց մյուս կողմից ես հույս չունեմ, որ իրենք կհավաքվեն կամ իրենք կփոխեն իրենց գործելավոճը, ես հույս չունեմ եւ առաջիկայում ես համոզմունք ունեմ, որ էլի տարբեր Սոլովյովներ կան, չէ, ուրեմն Ռուսաստանում, հատկապես ընտրություններից առաջ նման խոսույթները ուրեմն կավելանան, կշատանան, մենք պարզապես պետքա մենք եւ մեր հասարակությանը պատրաստենք նման հարցակումներին, թե ինչպես արձագանքել, իսկ Սոլովյովի արած հայտարարության արձագանքները հատկապես ես նաև կարևորում եմ այստեղ ոչ միայն պետական արձագանքը, շատ կարևոր է եւ չափազանց կարևոր է նաև հանրային արձագանքը, իսկ այդ հանրային արձագանքը միանշանակ է։ Կհետևենք այդ իրավիճակին, այդ իրադարձությունների զարգացմանը։ Անդրադառնանք մեր ներքին կյանքում տեղի ունեցող եկեղեցի իշխանություն այս դնջուկին։ Ավարտը կարծես թե չի երևում, թեև քաղաքացիական պայմանագիրը վստահ է, որ շատ մոտ է, ամեն ինչ կընկնի իր տեղը, բայց կարծես թե նոր սկանդալային հայտարարությունների են ականատես լինում եւ Մասյացածուն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հանրային հեռուստաընկերության եթերում Արշակ Սրբազանի հետ կապված այդ տեսանյութի հետ կապված սկանդալային հայտարարություն արեց, որ միջև հանրայնացնել այդ ամենը եկեղեցիականները տեղյակ է եղել եւ այդ ամենի հեղինակը եղել է վեհափառը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է շատ վատ բանի մասին, սա խոսում է այն անբարո վարքերի մասին, որ գոյություն ունի եկեղեցու ներսում եւ որը ստեղծել է Գարեգին II կամ
Կտրիչ Ներսիսյանը։ Բայց հավատալ ես հայտարարություններին։ Ես հավատում եմ այդ հայտարարություններին, տեսեք, միջև Արշակի հետ կապված տեսանյութը մենք ունեինք այդ ինֆորմացիան, որ այսինքն խոսվում էր հանրության մեջ, նույնիսկ եթե չեմ սխալվում գրվել է, որ Արշակը կոնկրետ կապեր ունի իր հարազատի հետ, բայց բոլորը ասում են չկա, այսպես փաստեր չկա, այդ փաստերը ինչ որ մեկը հրապարակեց։ Հետո խոսում էին ուրեմն Գարեգինի եղբոր Եզրասի հետ կապված, որ ինքը եւ նաեւ Գարեգինը ժամանակին համագործակցել են եւ համագործակցում են KGB-ի այդ շրջանակներում եւ այսօր էլ այլ կառույցի շրջանակներում էլի ասում են փաստեր չկան ու այդ փաստերը այս անգամ պետական մակարդակով հրապարակվեցին դեպի իրենց կողմից հերքվում են դե կներեք վիդեո տարբերակն էլ է հերքվում որը ակնհայտ է բնականաբար կհերքվի ու հիմա նաեւ այս փաստը ես համոզված եմ որ դա հենց այդպես է քանի որ ինչպես ես պատկերացնում եմ կամ հասկանում եմ կամ որքանով որ ես նաև որոշակի տեղեկատվություն ունեմ Կտրիչ Ներսիսյանի գործելավոճը հետևյալն է ինքը փորձել է իր ուրեմն կողքի մարդկանց նկատմամբ ունենալ որոշակի կոմպրոմատներ որպեսզի պահի Նիկոլ Փաշինյանի համար են ասում պահի վերահսկողության ներքո համենայն դեպս նույն հոգևորականի հայտարարությունը հենց դրա մասին է փաստում որ այդ մարդը այո նման ուրեմն գործող քայլերի է գնացել որպեսզի վերահսկողության տակ պահի տվյալ դեպքում Արշակին ես համոզմունք ունեմ որ ինքը նաև նման միգուցե կոմպրոմատներ ունի նաև այլ հոգևորականների նկատմամբ եւ պատահական չի որ ես ասում եմ որ Գարեգին բն եկեղեցում ստեղծել է կլանային համակարգ, փակ կլանային համակարգ եւ այդ կլանային համակարգը տարբեր միջոցներով այդ թվում կոմպրոմատների հավաքագրման եւ օգտագործման միջոցով ճնշում է գործադրում տարբեր հոգևորականների նկատմամբ, բայց ես կարծում եմ ու համոզված եմ արդեն եւ հաշվի առնելով այն տասնյակ հոգևորականների հայտարարությունները այս վերջին օրերին, որ միանում են ուրեմն Հայաստանի վարչապետի եւ 10 ուրեմն հոգևորականների բարձրացում ինչպես ասում են ընդդիմության ներկայացուցիչները միանում են այդ հայտարարությանը ցույց է տալիս որ այդ ստեղծած կլանային համակարգը այլևս լուրջ ճաքեր է տվել եւ ընդամենը ժամանակի հարց է որպեսզի գործընթացը գա եւ իր ավարտին հասնի իսկ ավարտը ես կարծում եմ իմ տպավորությամբ հետեւյալն է որքան շատ հոգևորականներ կհայտարարեն եւ կմիանան այս ամենին այնքան շատ Գարեգինը կապա լեգիտիմացվի, երբ որ ես ասում եմ ապա լեգիտիմացնել, ես նկատի չունեմ հանրության շրջանում, քանի որ հանրության շրջանում Գարեգինը երբեք ուրեմն լեգիտիմություն չի ունեցել որպես ուրեմն հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ։ Դա դուք մի մասի կարծիքն եք արտահայտել։ Այնպես չի որ մենք տեսնում ենք որ կան հոգևորականներ, որ դեռ մնում են կաթողիկոսի կողքին, դեռ մնում են 100-ից ավելի հոգևորականների դեռ մնում են, բայց ժամանակը ցույց կտա, թե որքան հոգևորականներ կմնան, եւ ես նկատի ունեմ ապալեգիտիմացում հենց իր ստեղծած համակարգի ներսում, որը իր համար թերևս ամենավտանգավորն է։ Պարոն Առաքելյան, նոր կաթողիկոս ունենալու դեպքում ինչ ակնկալիքներ ունեք, ինչ պետք է գործի, որ հիմա չկա եւ դրանից ելնելով սկսվեց այս ամենը, անկախ նրանից, որ նրանք մտան քաղաքականություն եւ դա կարծես թե առիթ դարձավ Նիկոլ Փաշինյանի հետագա գործողությունների համար։ Տեսեք, նոր կաթողիկոսը պետքա նախ եւ առաջ հաշվի առնելով անցյալի դարը փորձը, շտկի այդ ամենը այսինքն առաջարկվել է կոնկրետ ճանապարհային քարտեզ, կոնկրետ բարեփոխումների ծրագիր եւ այդ բարեփոխումները պետքա իրականացվեն, այո կողմ եմ, քանի որ տեսեք այսօր շատերը ասում են որ այ դա եկեղեցու խնդիրն է, եկեղեցին պետք է իր ներսում այդ հարցերը լուծի, նախ հարց 25-26 տարի արդեն Գարեգին բն կաթողիկոս է, այսինքն 100 դարից ավել ինքը կաթողիկոս է, այդ ինչքան է անհրաժեշտ, որպեսզի Գարեգինը ուրեմն հասկանա, որ եկեղեցում խնդիրներ կա ու այդ խնդիրները պետք է լուծվեն, ավելին ինքը ոչ միայն այդ խնդիրները չի լուծել, ինքը խորացրել է այդ խնդիրները։ Եվ հաջորդը այլևս այստեղ եկեղեցու խնդիր չկա, մարդիկ ովքեր որ ասում են սա
բացառապես եկեղեցու խնդիրն է եւ պետք է եկեղեցու ներսում լուծվի, ես ասում եմ ոչ, քանի որ այլևս սա Հայաստանի Հանրապետության, Հայաստանի պետության խնդիրն է եւ նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիր է, առավել եւս երբ որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հրապարակում է փաստաթուղթ, որով փաստվում է, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի եղբայրը ուրեմն ժամանակին ծառայել է հատուկ ծառայություններում կամ համագործակցել է եւ այսօր է շարունակում է այդ համագործակցությունը, այսինքն այստեղ շատ կարեւոր հանգամ, այսինքն մարդը այսօր է շարունակում է իր շփումները կամ համագործակցությունը երրորդ երկրների գաղտնի ծառայությունների հետ, այսինքն մենք այլևս գործ ունենք ուրեմն պետական անվտանգության, ազգային անվտանգության հիմնախնդրի հետ եւ դեռևս պետքա պարզվի որ ինչպիսի հոգեորականներ կան, որոնք ուրեմն ծառայում են օտարին ընդդեմ Հայաստանի Հանրապետության, քանի որ կրկնեմ, սա այլևս ազգային անվտանգության խնդիր է։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հեռանալու է կաթողիկոսը, պետք է հեռանա, բայց դրա կողքին ասում է սիրո եւ հանդուրժողականությամբ։ Արդյոք այստեղ հակասություն չկա։ Դե, տեսեք, պետք է դա արդեն ճնշում է պարտադրանք է, իսկ պետք է ես որպես էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեսնելով այդ ամբողջ փաստերը, այդ իրականությունը, այո, ես էլ եմ ասում, որ պետք է հեռանա։ Այսինքն նորմալ դատող մարդը, ով դեռևս ունի որոշակի բարոյական շրջանակներ, ինքը պետք է փաստերի ազդեցության տակ, այո, պետք է հեռանա։ Քանի որ տեսեք, հոգևոր կյանքը դա ունի որոշակի հստակ կանոններ, ու չես կարող ցոփ ու շվայտ կյանքով ապրել եւ դառնալ հոգևորական։ Դու չես կարող խախտել եկեղեցու կանոնագիրքը, ասել, որ կուսակրոնես չունես ընտանիք, բայց ունենալով ընտանիք գաս եւ խափես մի ամբողջ ժողովրդի ու Աստծուն ամենակարևորը եւ դառնաս կաթողիկոս ու այսպես շարունակ, այսինքն իհարկե այս փաստերի ճշմարտ ներքո ինքը պետք է հեռանա, բայց միևնույն ժամանակ սա պետք է լինի նաեւ հարթ, սահուն քաղաքագիր ճանապարհով։ Ինչքան կարող ենք այս իրավիճակը պահպանել, որտեղ ամեն դեպքում միջազգային մամուլը գրում է մեր մասին։ Ես չգիտեմ միջազգային որ մամուլն է գրում, ես համոզմունք ունեմ, որ եթե ինչ-որ գրում են, դա իրենց պատվերներով ինչ-որ մենք հանգիստ պետք է վերաբերվենք այդ ամենին։ Տեսեք, միջազգային մամուլը ինչ է գրում, եթե նույնիսկ գրում է, որ խայտարակությունն է, Նիկոլ Փաշինյանը պայքար է սկսել եկեղեցու դեմ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը պայքար է սկսել եկեղեցու դեմ, իսկ իրականության մեջ դա այդպես չի, երբ որ ես ասեմ, դա իրենց պատվիրած հոդվածներ են այդ այսպես կոչված միջազգային մամուլում, քանի որ այդ միջազգային մամուլներ գիտենք թե ովքեր են, այդ նույն հիբրիդային հարցակումների շրջանակներում իրականացվող տեղեկատվական, կեղծ տեղեկատվական այսպես արշավներ են Հայաստանի Հանրապետության դեմ, եթե իրեն հարգող ցանկացած միջազգային մամուլ նախ պետք է գրի, որ չգիտեմ, եկեղեցին իդեմս իր առաջնորդի, հա, այսպես ֆորմալ առումով գոնե, որոշել է, որ պետք է մտնի քաղաքականություն, որը իրեն արգելված է սահմանադրությամբ, օրենքներով եւ ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները հակասահմանադրական չեն։ Չէ, իհարկե հակասահմանական չեն եւ մեծ առումով որ գործողությունը կներեք։ Այն որ միջամտում է, այն որ այդ պատարակներին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այն համայնքները կգնան պատարակի, երբ որ խոստանան, որ քահանաների հետ կխոսեն։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է եւ նաեւ ի պաշտոն է պատասխանատու է նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար եւ այսօր ես ասում եմ, որ Գարեգին Այսինքն դուք բերում եք այդ բոլոր գործողությունները ազգային անվտանգության Գարեգին բան, այո, ես նշեցի, որ այլևս այս խնդիրը ոչ թե ներ եկեղեցական ինչ որ էկումենի կամ չգիտեմ խնդիր է, սա այլևս ազգային անվտանգության խնդիր է, քանի որ հայ առաքելական եկեղեցին թերևս մեր ժողովրդի ստեղծած ամենախոշոր ցանցային սոցիալական կառույցն է, որը այսօր ոնց հասկանում ենք չի օգտագործվում ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի, այլ կարծեք թե օգտագործվում է երրորդ երկրների կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ժողովրդի եւ այո, այստեղ ցանկացած իշխանություն պետք է մտավախություն ունենա։ Տեսեք Ուկրաինայի օրինակները, թե ինչպես են այնտեղ նույն այդ ֆորմատով ուկրաինական իշխանությունները բացահայտում ակնհայտ ուրեմն գործակալների, որոնք թաքնված են ուրեմն այդ հոգևորականի շորերի ներքո։
Կհետևենք եկեղեցու հետ կապված իրադարձություններին, եւս հիմա կարճատև գովազդային դադարի դուրս գանք, որից հետո խոսենք, որ քաղաքացիական պայմանագիրը փաստորեն ձեզ ընդգրկել է իր նախընտրական ցուցակում, ինչպես եղավ դա, եւ ծրագրերի հետ կապված մի փոքր քննարկում կանենք։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, նոյան տապանը կրկին եթերում է, պարոն Առաքելյան, մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Կապի խնդիր կա, ամեն դեպքում չկարողացանք կապը հաստատել։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում եք եւ վարչությունը հաստատել է ձեր փաստորեն տեխնացությունը։ Ընդ որում այս ամենը մի փոքր դուք բացեք փակագծերը, որտեղ մարդիկ կան, որ արդեն քանի տարի է քաղաքացիական պայմանագրի կողքին են եւ նրանց անունները չհայտնվեց ցուցակում, այդ որ թողմունքը եղավ։ Լավ, ես իմ հարցը պահում եմ, քանի որ հեռուստադիտողի հարցին եմ ուզում։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև Տիկին Պետրոսյան, բարև պարոն Առաքելյան, ողջունում ձեզ հեռավոր Գլենդելից, պարոն Առաքելյան, ձեր այսօրվա խոսակցությունը կլասիկ իշխանամետական խոսակցություններից, կասեմ իմ հարցը, այն որ ընդդիմությունն ամեն ինչ մեղավոր, նրանք Ռուսաստանի կողմնակիցն են, իսկ Փաշինյանը պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը։ Ես չեմ ուզում այդ չարաբաստիկ սազանդար բառ օգտագործել, բայց պարզապես ասեմ ինչի մասին է խոսքը։ Դուք խոսացիք հեռուստաալիքներից,
հարցնչես, դուք ասեցիք արժանապատվություն, բերեցիք ինտերնետի հարցը։ Ես Միացյալ Նահանգներում, պարոն Արաքելյան, նույնիսկ ցանկանամ չեմ կարող նայել Սոլովյովի կամ ռուսական հեռուստալիքները։ Ասացեք խնդրեմ, որտեղ է ձեր վարչապետի արժանապատվությունը, ձեր իշխանությունների, եթե Սպուտնիկը եւ այլ հեռուստալիքները, թշնամի պետության այդ ալիքները գործում են դեռ Հայաստանում։ Ուշադրություն, ես չեմ հարցնում ձեզ, թե ձեր կարծիքով ինչ պետք է լինի։ Հարցս այն է, թե ինչու ձեր իշխանությունները, ձեր վարչապետը չի փակում այդ ալիքները, մանավանդ որ Եվրոպան, ինչպես ասեցիք, դրամ է տրամադրում, օգնություն է տրամադրում հիբրիդային պատերազմի դեմ մղելու համար։ Կարող ենք զգացնել, որ միգուցե ձեր իշխանությունները այնքան էլ անկեղծ չեն։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ հարցի համար։ Ես արդեն նշեցի, որ իմ խոսքում, եթե հետևեցիք նախորդ խոսքից կապված այդ խնդրի հետ կապված, որ այո, այդ հեռուստաալիքների մուտքը Հայաստանի տեղեկատվական դաշտ պետքա սահմանափակվի, քանի որ տեսեք, ես էլի նշեցի, որ այսօր Սոլովյովն է ասել, բայց ես համոզմունք չունեմ, որ Սոլովյովը էլի չի կրկնի այդ խոսույթը կամ այլ Սոլովյովն էլ պայմանական եւ այո ես համոզմունք ունեմ որ պետքա այս հեռուստաալիքների մուտքը կամ ընդհանրապես փակվի կամ առնվազն այսինքն այնպիսի սահմանափակումներ դրվեն որ առնվազն քաղաքական հաղորդումները չսփռվեն Հայաստանի Հանրապետության տարածքում կրկնեմ այո իմ տեսակետը այդպեսին է որ նախկինում նաեւ հայտնած տեսակետը որ այդ հեռուստաընկերությունները, որոնց եթերներում պարբերաբար Հայաստանի ու նրա իշխանությունների հասցեին նման հայտարարություններ են արվում, պետքա ուրեմն փակվեն եւ այստեղ իհարկե նորմալ է դա։ Իհարկե դրանք պետական նաեւ հեռուստաընկերություններ են կան միջպետական հարաբերությունների խնդիր, բայց Նիկոլ Փաշինյանը չի փակում այդ ալիքները։ Բայց ես կարծում եմ, որ ահա նման այլևս տեսեք, ես կարծում եմ, որ Ռուսաստանից նաեւ որոշակի այսպես մտահոգություններ միգուցե ժամանակին ունեցել են, որ կամ փորձել են ցույց տալ, որ Հայաստանում հակառուսական այսպես տրամադրություններ կան եւ դրա ֆոնի ներքո փորձում են նաեւ ռուսական ուրեմն ալիքները փակել, բայց նման հայտարարությունները Հայաստանի հասցեին գալիս են ապացուցելու, որ Հայաստանում չկա հակառուսականություն, Հայաստանում ընդհակառակը այդ ալիքների գոյությունը այլևս ապացուցում է, որ չկա հակառուսականություն, ընդհակառակը Ռուսաստանի կոնկրետ շրջանակներն են, դրանք գեներացնում Հայաստանի նկատմամբ եւ դրա այո պատասխանը արդյունքը պետք է լինի այդ ուրեմն ալիքների փակում։ Եվ հիմա արդեն խոսենք, որ դու քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում եք։ Ինչպես ես ասացի, այդ ցուցակում հայտնվելը կարծես թե ոմանց համար դժվարություններ է ստեղծվել։ Ինչպես եղավ, որ դուք հայտնվեցիք։ Ես անկեղծ չեմ ցանկանա ներկուսակցական որևէ հարցի անդրադառնալ, մեկնաբանել, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իր մյուս անդամների հետ կապված ինչ որոշում է, քանի որ դա այն կոմպետենցիայից դուրս է։ Ուղղակի իրողությունն է, մի կողմում ես դրա մեկնաբանությունից կխուսափեմ եւ այո տեխնացիոնը հաստատվել է եւ տեխնացիոնը հաստատվելը դեռևս չի նշանակում որ վերջնական հայտնվելու է ցուցակում կամ կա նաեւ ներքին ընտրություններ եւ այդ ընտրությունների արդյունքում կհասկանանք թե ինչ տեղի կունենա Ձեր շանսերը մեծ են թե դե եթե առաջադրվել եմ ուրեմն որոշել եմ որ շանս ունեմ այլ մեկնաբանություններ չեմ տալու պարզապես կնշեմ որ այո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս առումով էլ է տարբեր, քանի որ իրականում այնտեղ ոչ թե ինչ որ մեկը նստում է եւ գրում է թե ուրեմն ով պետքա լինի ցուցակում եւ այդ ցուցակում ով ինչ համար պետքա գրավի, այլ ժողովրդավարական, իսկապես ժողովրդավարական գործընթացների շնորհիվ Այսինքն ես որպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով նաև անկուսակցականը դիմել է եւ վարչությունը հաստատել է տեխնացիոնը եւ հաջորդ փուլը էլի այսպես ասած ներքին ընտրություններն են պրայմերիզներն են, որը նույնպես էլի ժողովրդավարական այսօր ընտրությունների միջոցով կորոշվի տեխնացիոնների տեղը այդ տվյալ ցուցակում, այսինքն երբ որ մենք խոսում ենք էլի ժողովրդավարությունից Հայաստանում, այդ ժողովրդավարությունը չի գալիս վերևի, ժողովրդավարությունը պետքա գա ներքևից, ներքին օղակներից եւ այս առումով էլ կրկնեմ, այո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տարբերվում է մյուսներից։
Նորից զանգ ունենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Այո, բարև, դուք խոսում եք կաթողիկոսի մասին, կամ թե Փաշինյանի արածների մասին։ Հողերը Արցախը հանձնեց, ամեն սահմանները հանձնեց, Արարատը հայկական չէ։ Հայերը հայկական հողը բան չունի, հայկական չէ, ամեն ինչ կանթեց, բանը չցողեց Հայաստանում, 100 տարի ուզում է հանձնել մեր սյունիքի բորդերը Իրանի հետ, ինչ որ կա կանթեց ու կանթեց, չարիք բերեց, 1000 մարտասանեց, ինչ է այսպես բերած, Արարատ Միրզոյանը թուրքի կորձակալ փաստված, լավ, հասկանալի, ես ընդհատում եմ, որտեղ եթե սկսեն ցուցակով այսպես ասել, ասելիքները շատ էլի մենք չենք հասցնի Ես ցավում եմ, որ մեր տիկինը դասական այդ հիբրիդային պատերազմի երևի բնակվելով Միացյալ Նահանգներում ցավում եմ, որ Միացյալ Նահանգներում այդ ռուսական հակահայկական պրոպագանդան այնքան մեծ է, որ մեր հարգարժան տիկինը խոսում է այդ պրոպագանդայի նարատիվներով, ցավում եմ, այսինքն արտահայտված բոլոր մտքերը իրականությանը չեն համապատասխանում եւ դրանք ունեն իրենց կոնկրետ պատասխանները, որի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Քանի որ եթե այս հաղորդումը նվիրենք մենակ այդ թեզերի հերկմանը, ես կարծում եմ ժամանակը չի բավարար։ Զանգ լինելու դեպքում նորից կհրադառնանք մեր հեռուստադիտողին։ Պարոն Առաքելյան, տեսեք հիմա մենք խոսում ենք երկրի արտաքին հարաբերություններ, անվտանգություն, բայց ոչ պակաս կարևոր է նաև ներքին մեր անվտանգությունը, քիչ առաջ ես նշեցի, ինձ համար օրինակ շատ կարևոր է անչափահասների դասիրակությունը եւ կրթությունը եւ այս վերջի ժամանակահատվածում բավականին շատ են անչափահասների մասնակցությամբ դանակահարությունները, սպանությունները, ծեծը մենք տեսանք տեսանյութերը եւ այլն։ Սա ինչի հետևանք է։ Իմ հարցը հիշենք, ես փորձեմ մեր հեռուստադիտողին լսել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ, դուք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձերին, պարոն Առաքելյան։ Շատ մեծ հարգանք ունենք իր նկատմամբ, ոչ մի անգամ էմոցիաների չի տրվում։ Ընդամենը ուզում եմ ողջունել եւ հիշեցնել պարոն Առաքելյանին, որ ինքը դեմ չլինի, կարծեմ ասած, որ Կդրիշ Ներսիսյանը Սրբազանին ինքն էր օրհնել, որը որ արծիվներ պետք է գցեր ավտոբուսների տակ, յուղ գցեր եւ այդ խփելու տեսարանը, որ ուրիշ բաներին օրեր դրանք թողեք, իր յուղ լցնելը օրհնում էր ինքը ավտոբուսների տակ արծիվները եւ երկրորդ Սալավիովների նման միշտ կլինեն այդ ընդդիմություն կոչվածները, Էդմոն Մարուկյանները, չգիտեմ ովքեր որ չեն ուզում ասեն, դրանք են թշնամիները մեր երկրի, ոչ թե Սալավիովները։ Շնորհակալ ենք։ Ձեր կարծիքը, շնորհակալություն ձեզանից։ Շնորհակալ ենք։ Տեսնեք ձեր համակարգի հեռուստադիտողը։ Ես չանձնավորեմ որևէ բան, բայց մեծ առումով համակարծիք լինելով մեր հեռուստադիտողի հետ, ասեմ, որ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը պետքա սանիտարական մաքրման ենթարկվի եւ 2026 թվականի ընտրությունները նաև կարևոր են այդ համատեքստում, երբ որ մեր քաղաքացիները իրենց ընտրությամբ այդ սանիտարական մաքրումը կիրականացնեն, ինչ նկատի ունեմ, որ ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այլևս պետքա վերջ դրվի այն քաղաքական ուժերի կամ անհատների, ովքեր քաղաքականության մեջ են, ովքեր ակնհայտ կերպով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության դեմ։ Մենք պետք է գծենք այդ շրջանակը, իսկ այդ շրջանակը հետևյալն է։ Հանրությունն ասում է, այդ շրջանակը ընդդիմությունը եւ իշխանությունը նստում են միասին են գծում եւ մեկը մեկին պահում են։ Հանրությունը այսօր իր ընտրությամբ դրա հնարավորությունը ունի։ Մենք պետք է այդ շրջանակը գծենք, իսկ այդ շրջանակը հետևյալն է. առաջինը Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի ժողովրդավարությունը։ Լսենք, զանգերը ասեմ, որ բավականին շատ է։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո, Մարի ջան, ողջունում եմ ձերին։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, ես տարիներ առաջ ասի, որ առաջնորդը մաֆիստա եւ բիզնեսմեն ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ինչու ես կամ տարի Փաշինյանը չէր հետևում, թե ինչ է կատարվում եկեղեցում։ Լավ, հարցս էդի չի։ Իմ հարցս այլ որ եթե Փաշինյանը չշահի, արդյոք
կլինի։ Ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը այս մասին։ Շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալություն, ես արդեն նշեցի, որ 2026 թվականի ընտրությունները մեր համար շրջադարձային են լինելու եւ մենք 2026 թվականին վերջնականորեն ընտրելու ենք կամ գոյությունը կամ չգոյությունը։ Չգոյությունը ասելով ես նկատի ունեմ նաև մեր պետականության չգոյությունը, նույն Սոլովյովի հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք նպատակ ունեն, հա, որպես իրանց ազդեցության տարածք, այս տարածքը նույնիսկ ռազմական միջամտությամբ փաստացի օկուպացնել։ Մենք տեսել ենք դեռևս 1920 թվականին, թե ինչպես է էլի այդ այն ժամանակ միգուցե ազգանունները փոխված էին, բայց այլ ազգանուններ էին, բայց քաղաքականությունը նույն էր՝ օկուպացնել այս տարածքները, տարածաշրջանը, տվյալ դեպքում նաև Հայաստանը։ Այո, ես համոզմունք ունեմ, որ եթե այլ ուժեր գան իշխանության Հայաստանում, Հայաստանը ներքաշվելու է պատերազմի մեջ, ընդ որում այդ մարդիկ այսօր հայտարարում են, որ իրենք չեղարկելու են թրիփը, իրենք, չգիտեմ, ինչ որ տարածքային պահանջներ են ներկայացնելու հարևաներին, դա ուղիղ նշանակում է պատերազմ Հայաստանի դեմ, եւ այդ պատերազմում ես համոզված եմ, որ այսինքն դա նաև պատերազմի առիթ է, որին այսօր սպասում են մեր հակառակորդները։ Մենք այս վերջին տարիների ընթացքում այնքան խելացի գտնվեցինք, որ երբեք այդ պատերազմի առիթը չտվեցինք մեր հակառակորդներին, դրա համար մենք այսօր կարողացանք դուրս գալ շատ բարդ իրավիճակներից եւ այն էլիտան, ով կգա իշխանության այդ պատերազմական կոչերով, այդ էլիտան վերջնականապես կփակի Հայաստանի Հանրապետության պետականության էջը։ Ես ուզում եմ Որում այդ էլիտայի մեծ մասի ընտանիքները եւ տղա զավակները արտասահմանում դրանք արտասահմանում են, մի քանի անձնագրեր ունեն, տարբեր տեղերում բիզնեսներ ունեն։ Շատ տիպիկ օրինակ է Արցախի օրինակը վերջին ուրեմն զարգացումների համատեքստում, երբ որ մենք էլի Հայաստանից ասում ենք, որ մի փոխեք Արցախի ուրեմն նախագահային, Արցախում հեղաշրջումը, հեղափոխությունը, նախագահի փոփոխությունը հանգեցնելու է Արցախի վերջնական կորստի, եւ երբ որ այդ հեղաշրջման արդյունքում եկավ նախագահի պաշտոնում, ես կարծում եմ նաև ապօրինաբար նստեց կոնկրետ անձը, Երևանում կոնկրետ անձինք ոգևորված էին, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանը շնորհավորում էին, մաղթում էին, որ նույնը տեղի ունենա Հայաստանում, բայց իրականության մեջ 10-12 օր հետո անձը եւ այդ էլիտաները, ովքեր բերեցին իշխանության կոնկրետ անձին, ուրեմն 10-12 օր հետո ստորագրեց այդ փաստաթուղթը եւ Ղարաբաղը այդ ամբողջ զենք զինամթերքով հանձնեցին այնտեղ, որտեղ որ հանձնեցի, եւ ահա ես համոզված եմ, որ նույն բանը տեղի է ունենալու Հայաստանի հետ, եթե այս մարտիկ նորից Հայաստանում գան իշխանության։ Լևոն Քոչարյանը կայակալասի տրվելի գումարի մասի խոսելուց ասում էր անարդար է լինելու խաղը, եթե նրանք այդպես միջամտում են։ Տեսեք, Լևոն Քոչարյանների ուրեմն արդարության բանը ուղղությունը դա գիտենք Մոսկվան է եւ արդարության սիմվոլը դա երևի Լենիներն են, Ստալիներն են, իրենց այդ բաները, այսինքն ես կարծում եմ մարդիկ են, ովքեր արդարության մասին չպետք է խոսեն, քանի որ իրենց կառավարման ամբողջ տարիները դրանք անարդարության ուրեմն շատ կարևոր էջեր են, որոնք դեռևս կարող են գրվել եւ պատմվել։ Այնպես որ իսկ ինչ վերաբերում անարդարության, իրանք այսօր այնքան տեղեկատվական ռեսուրսներ ունեն դաշտում, որ ես կարծում եմ իրանք չպետք է խոսեն էլի արդարությունից կամ անարդարությունից։ Քաղաքականությունը մի պահ դնենք մի կողմ եւ անդրադառնանք իմ հարցին։ Անչափահասների մասնակցությամբ ծեծերը, դանակահարությունները եւ սպանությունները։ Իհարկե սրանք շատ կարևոր խնդիրներ են եւ ես կարծում եմ, որ ինչ որ տեղ, ինչ որ պահի մենք բաց ենք թողում մի շատ կարևոր ուրեմն պահ կապված կրթության հետ, կապված այլ վարք ու բարքերի հետ եւ դա այսօր արտացոլվում է մեր այդ մատաղ սերնդի հոգեկերտվածքի վրա։ Մենք իհարկե ցավալիորեն տարբեր տեսանյութերի ականատես եղել ենք համացանցում, թե ինչպես են անչափահասները միմյանց հետ վիճում, ծեծում եւ այլն, նկարահանում եւ այսինքն նույնիսկ ինչ որ առումով այս սադիստական
հակումների ես կարծում եմ, որ այստեղ մենք պետքա կոմպլեքս մոտեցում ցուցաբերենք եւ այսինքն խնդիրը ես կարծում եմ մի տեղում չի, խնդիրները բազմաթիվ են, սկսած փողոցից, դպրոցից, ընտանիքից, կրթության մակարդակից, որակից, համացանցերից, այսօր մենք գիտենք, որ նույնիսկ Եվրոպայում, եվրոպական շատ առաջատար երկրներում նույնիսկ փորձում են սահմանափակումներ դնել անչափահասների, այո, նույն Ֆրանսիայի օրինակը, այո, մենք պետքա դիտարկենք այս խնդիրները, հաշվի առնենք նաև միջազգային փորձը, մեր առանձնահատկությունները եւ խնդրին լուծում տանք, խնդիրը մի օրով լուծում չի ստանա, քանի որ կրկնեմ, մենք բաց ենք թողել շատ երկար տարիներ եւ ժամանակահատված, մեր թեկուզ եթերներից, այդ, չգիտեմ, կիսա խուլիգանական, կիսաքրեական այդ սերիալներից, ֆիլմերից եւ այլն, այսինքն մենք պետքա մի հատ այսպես մաքրենք այն ինֆորմացիան նաեւ ինչը որ տալիս ենք մեր անչափահասներին եւ նաեւ զբաղվենք շատ ավելի կոմպլեքս մոտենանք հարցին եւ լուծումներ տանք, կրկնեմ, սա եւ կրթության եւ փողոցի եւ ընտանիքի եւ այսինքն սա խնդիր է, որը բազմաշերտ է եւ մեկ ուրեմն կոմպոնենտի վրա շեշտադրումով ես համոզված եմ 7 տարվա մեջ հնարավոր չէ ինչ որ ձեռնարկել միջոցառումներ։ Հանրությունն ասում է ժամանակը բավական իշխանությունների համար շատեր եւ հնարավորությունը կար աշխատելու այս ուղղությամբ ինչու։ Դե գիտեք, ես չգիտեմ, տեսել եմ որ շատ բաներ արվել է, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ շատ ավելի մասնագետը կպատասխանի թե ուղղություններով ինչեր են արվել, ինչեր են արվելու, ինչ ծրագրեր կա։ Հանրային կյանքում տեսնում եք այդ արվածները, պարոն Առաքելյան, որպես քաղաքացի։ Ընդ որում մարզերել եք այցերում, մարզում էլ դուք հնարավորություն ունեք այդ ամեն ավելի լավ տեսնելու։ Ես կարծում եմ, որ մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ դպրոցներում, հատկապես մանկավարժական անձնակազմի հետ կապված։ Ես ցավալիորեն շատ վայրերում եմ շրջել եւ տեսել եմ, որ իհարկե խոնարհումս են բերում են մանկավարժներին, ովքեր այդ աշխատանքը կատարում են ու բարձր մակարդակի, բայց դրան զուգահեռ մենք ունենք նաև այլ պատկեր եւ ես կարծում եմ, որ խնդիրը հենց այդտեղից էլ գալիս է։ Ես մի սերունդ եմ մանկավարժի գիտելիքները թե մանկավարժին տրվելիք աշխատավարձը։ Տեսեք, մանկավարժի գիտելիքը շատ կարևոր է, ոչ միայն մասնագիտական գիտելիքը, այլ նաև երեխայի հետ վարվելու կանոնները, հա, քանի որ դա շատ կարևոր հոգեբանական ունակություններ են, որ նախկինում շատ մեծ ուշադրություն են դարձել, բայց իմ սերնդակիցները կհիշեն, որ նույնիսկ մեր սերնդի ժամանակահատվածում մենք դպրոցում շատ խնդիրներ ունեցել ենք եւ ցավալիորեն այս տարիների ընթացքում տարբեր օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառների շնորհիվ դպրոցից այն շատ լավ մանկավարժները, ովքեր նաև տարիքի բերումով դուրս են արդեն եկել դպրոցից, իհարկե համալրումներ եղել են նոր երիտասարդ կադրերով, կան ունենք շատ լավ երիտասարդ կադրեր, բայց դա բավարար չի, ես կարծում եմ, եւ հատկապես շեշտը պետք է նաև դրվի այս մասնագիտական մոտեցման վրա, քանի որ կարծում եմ, որ բացի տնից եւ փողոցից նաեւ աշակերտի հետ երեխաների հետ շփվում են առաջին այդ օղակներից մեկը դրանք մանկավարժներն են եւ այստեղ շատ կարեւոր խնդիրներ ունենք, եթե օրինակ մանկավարժը իրեն կարող է թույլ տալ հայախոսությամբ խոսել երեխայի հետ կամ այսինքն տարբեր իրավիճակների ենք մենք անդրադարձել, դրա համար եմ ասում, որ իհարկե այս տարիներին նույն ատեստավորման այդ գործընթացը հենց ուղղված է նաեւ այս նման տեսեք այնքան ցածր էր դպրոցի աշխատավարձը, որ լավ մասնագետները չեն գալիս դպրոցը իրաց չի ձգում եւ դա օբյեկտիվ է, մարդիկ պետք է նաեւ 5-6 տարի սովորում են, որպեսզի հատկապես տղամարդկանց, այո, հատկապես տղամարդկանց մասին եւ մարդիկ պետք է որոշակի նաեւ սոցիալական ապահովում ունենա եւ այս մոտեցումը, որ դուք ասում եք որոշակի խնդիրներ, այս մոտեցումը, այսինքն աշխատավարձերի նման կերպ բարձրացումը, ես կարծում եմ ժամանակի ընթացքում եւ ցենզը կբարձրացնի մեր մանկավարժների եւ նոր կադրերով կհամալրվեն դպրոցները, որոնք դրա կարիքը ունեն, բայց միևնույն ժամանակ այո, այսօր մեր մանկավարժները շատ կարևոր գործ են անում եւ այո դերևս միգուցե բավարար մակարդակի չի ուրեմն այդ աշխատավարձները, բայց համենայն դեպս պետությունը շատ կոնկրետ քայլեր արել է եւ անելու է ու կարծում եմ հենց դպրոցի վրա նաեւ
իհարկե նախակրթարանների եւ դպրոցի վրա պետք է շեշտը դնել, որպեսզի մենք հետագայում խուսափենք այն ամենից, ինչը որ դուք ներկայացրեցիք։ Եվ վերջին հարցս ավարտենք հաղորդումը, թեժ է իրավիճակը Իրանում։ Ինչ է լինելու։ Դե տեսեք, մենք տեսնում ենք իսկապես բողոքի ակցիաներ, լուրջ բողոքի ակցիաներ, ակնհայտ է, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է որոշակի ազատությունների սահման, եւ ես չգիտեմ ներկայիս Իրանի իշխանությունները որքանով կկարողանան զսպել այդ ուրեմն ցույցերը, քանի որ ահաբեկիչների մասնակցությամբ այդպես են ասում։ Ես չգիտեմ ովքեր են այնտեղ մասնակցում, բայց այն զանգվածային ակցիաները, որ մենք տեսնում ենք, իրականության մեջ բնականաբար ցույց է տալիս, որ հանրության մեջ կա ռեալ որոշակի դժգոհություններ եւ ընդ որում Իրանի նախագահը, եթե չեմ սխալվում, ինքը նույնպես ասել է, որ այո, այս դժգոհությունները օբյեկտիվ են եւ դա կարծում եմ պետքա Իրանի իշխանություններին մտածելու տեղիք տա եւ որոշակի լուծումներ գտնա։ Հետևենք զարգացումներին այսօրվա հաղորդման համար ձեզ շնորհակալություն եմ հայտնում, պարոն Առաքելյան, կհանդիպենք հարկ լինելու դեպքում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։